Ողջույն սիրելի հայրենակիցներ, շարունակում ենք մեր վերլուծությունը անդրադառնալով Հայաստանի Հանրապետության վարչապետի ուղերձին։ Այսօր կներկայացնեմ 14 կետերից բաղկացված ուղերձի 9 կետից մինչև 11-րդ կետը ներառյալ։ Նախքան բուն թեմային անցնելը կրկին կցանկանամ նշել, որ շատ կարևոր է, որ յուրաքանչյուրս ունենանք մեզ առաջվող խնդիրների հանդեպ քաղաքացիական դիրքորոշում։ Անկախ այն հանգամանքից, թե այդ խնդիրների լուծման ուղղված որոշումները լավ կամ վատ ազդեցություն կունենան մեր կյանքի վրա։ Գիտակից քաղաքացին ոչ միայն ընդունում է իր իրավունքներն ու պարտականությունները, այլև չի թողնում, որ իր ապագան որոշվի առանց իր ձայնի ու մասնակցության։ Մենք պետք է սովորենք ընկալել ու վերլուծել այն ամենը, ինչը մեր դատին է արժանանում, լինի դա ծրագրեր, հայտարարություններ, խոստումներ կամ իրականացված քաղաքականություն։ Այդ գիտակցված ընկալումն է, որ թույլ կտա մեզ ոչ միայն արձագանքել փոփոխություններին, այլև ուղղորդել դրանք հօգուտ մեզ՝ ժողովրդին։ Քաղաքացիական դիրքորոշումը ոչ միայն կարծիք արտահայտելն է, այլ նաև գործելու պատրաստակամությունը։ Այո, այն ստիպելու է ներկա և ապագա բոլոր իշխանություններին անեն այն, ինչ ծառայում է ժողովրդի շահերին, այլ ոչ թե նեղ խմբային կամ քաղաքական շահերին։ Մենք պետք է վստահ լինենք, որ այս երկիրը մերն է, և մենք ու մեր երեխաներն ենք դրա տերն ու ապագան, ոչ թե միայն գեղեցիկ ձևակերպված կարգախոսներում, այլ իրականության մեջ։ Հետևաբար, մեր քաղաքացիական ակտիվությունը, մեր պահանջատիրությունն ու հետևողականությունը հենց այն գործոններն են, որոնք պետք է դառնան պետության առողջ զարգացման և մեր ապագայի հիմքը։ Եկեք անցնենք վերլուծությանը։ 9-րդ կետով ըստ երևույթին ասվում է. հոգատար հանրությունը այն միջավայրն է, որտեղ անհատը կարող է զարգանալ, իսկ նրա հաջողությունը իր հերթին նպաստում է այդ միջավայրի բարելավմանը։ Կրթությունը, մշակույթը, օրենքի հանդեպ հարգանքը, ժողովրդավարությունը, առողջ կենսակերպը և սոցիալական պատասխանատվությունը կազմում են այդ հանրության հիմքը։ Հանրությունը ոչ միայն ձևավորում է անհատին, այլև պատասխանատու է արդարության, ազատության և հավասար հնարավորությունների ապահովման համար։ Վերլուծենք. այո, հոգատար հանրություն գաղափարը կարևոր է, բայց այն չի կարող ձևավորվել միայն տեսական պատկերացումների և լավատեսության մոտեցումների միջոցով։ Հանրության հոգատար լինելը ոչ միայն անհատական մակարդակի վարքագծի արդյունք է, այլև պետական քաղաքականությունների, կրթական համակարգի, սոցիալական հավասարության ու մշակութային ինքնագիտակցության փոխկապակցության հետևանք։ Ասվում է. հանրային դաստիարակությունը հիմնված ազգային առանձնահատկությունների, կենսակերպի ու առողջ բանականության վրա։ Հոգատար հանրություն ձևավորելու համար նախ պետք է հասկանանք, ինչպես է դաստիարակվում այդ հանրությունը։ Եթե պետությունը չի խթանում հանրության դաստիարակությունը, ապա չի կարող ակնկալել, որ հասարակությունը ինքնաբերաբար կդառնա հոգատար, պատասխանատու և սոցիալապես գիտակից։ Հանրային դաստիարակությունը պետք է հիմնված լինի ազգային ինքնության, պատմական փորձի, սոցիալական արդարության ընկալման, համերաշխության, ինչպես նաև առողջ բանականության վրա, այլ ոչ թե վերացական արժեքների, որոնք իրական կյանքում չեն գործում։ Հարցն այն է, թե ինչպես պետք է դաստիարակվի մի հասարակություն, որը տարիներ շարունակ բախվել է սոցիալական անարդարությունների, պետական անտարբերության ու անհավասար հնարավորությունների։ Եթե պետությունն ու հանրային ինստիտուտները չեն զբաղվում հասարակության դաստիարակությամբ, ապա մարդիկ կձևավորեն իրենց արժեքային համակարգը ինքնուրույն, հաճախ առանց համընդհանուր շահերի գիտակցման։ Կրթությունը որպես հանրության ձևավորման առանցք։ Հանրային մշակույթի ձևավորումը պետք է սկսվի կրթական համակարգից, բայց արդյոք մեր կրթական համակարգը խթանում է հոգատարություն, պատասխանատվություն, հանրային գիտակցություն։ Դպրոցներում և բուհերում չկա համակարգված դաստիարակչական աշխատանք, որը կդաստիարակի ոչ միայն կրթված, այլև հասարակական պատասխանատվություն ունեցող քաղաքացիներին։
Հանրային գիտակցության ձևավորումը պետք է ընդգրկի սոցիալական վարքագծի մոդելներ, որոնք սովորեցնեն անհատներին, թե ինչպես լինեն ոչ միայն սեփական շահերով առաջնորդվող անձ, այլև հանրության համար կարևոր մասնիկ։ Սոցիալական արդարությունը որպես հոգատար հանրության հիմք։ Հնարավոր է արդյոք ունենալ հոգատար հանրություն, երբ քաղաքացիները տեսնում են, որ պետությունը ինքը հոգատար չէ իրենց նկատմամբ։ Ինչպես կարող է հասարակությունը ձևավորել խնամքի, փոխօգնության, սոցիալական աջակցության մշակույթ, եթե տարիներ շարունակ մարդիկ տեսել են, որ պետական համակարգը աշխատում է հատուկ նեղ խմբերի, այլ ոչ թե հանրության բարօրության։ Արդյոք մեր հանրային հարաբերությունների հիմքում այսօր դրված են արդարությունը, հավասար հնարավորությունները, փոխադարձ հարգանքը, թե դեռ գործում են նեղ շահերով ու կապերով որոշումներ կայացնելու մեխանիզմները։ Հանրության դերը պետության կառավարման մեջ։ Եթե պետությունը ցանկանում է, որ հանրությունն իրապես հոգատար լինի, ապա պետք է ապահովի արդար ու թափանցիկ կառավարման համակարգ, որտեղ քաղաքացին իրեն զգում է ոչ թե շահագործվող հարկատու, այլ պետության իրական տեր։ Այսօր շատ քաղաքացիներ հանրային կյանքից դուրս են մնում, քանի որ չեն հավատում, որ իրենց մասնակցությունը որևէ ազդեցություն ունի։ Սա պետք է փոխվի, եթե ցանկանում ենք, որ հանրությունը իսկապես զգա իր համերաշխությունը, համերաշխության իր ուժի կարևորությունը։ Եվ վերջապես, հոգատար հանրություն ձևավորելու համար պետությունը առաջին հերթին պետք է հոգատար լինի իր քաղաքացիների նկատմամբ։ Հանրային դաստիարակությունը չի կարող կառուցվել վերացական արժեքների վրա, այն պետք է լինի ազգային առանձնահատկություններին, առողջ բանականությանը, սոցիալական արդարությանը և պատմական փորձին մանուչ։ Հոգատարությունը չի կարող լինել պարտադրված, այն պետք է գա այն միջավայրից, որտեղ անհատն իրեն ապահով ու գնահատված է զգում, որտեղ պետությունն ու հանրային ինստիտուտները նրա կողքին են, այլ ոչ թե միայն պահանջներ են ներկայացնում։ Արդյունքում, հոգատար հանրություն ունենալու համար պետք է նախ և առաջ դաստիարակել գիտակից, արժանապատիվ, առողջ հասարակություն, որտեղ մարդիկ հասկանում են, որ հանրային բարիքը իրենց անձնական բարեկեցության երաշխիքն է, իսկ պետությունը պետք է ապացուցի, որ հոգատարությունը երկկողմանի գործընթաց է, այլ ոչ թե միակողմանի պահանջ։ Անցնենք 10-րդ կետին, այստեղ խոսվում է հզոր պետության մասին, ասելով պետության հզորությունը պայմանավորված է նրա տնտեսական զարգացվածությամբ։ Քաղաքականությունն ու արժեքահեն մոտեցումները պետք է նպաստեն տնտեսության հզորացմանը, քանի որ տնտեսական ուժը նաև հասարակության բարեկեցության և պետության կայունության հիմքն է։ Յուրաքանչյուրս գիտակցում ենք, որ հզոր պետություն ունենալու համար տնտեսության զարգացումը առանցքային գործոն է, բայց տնտեսությունը չի կարող ինքնուրույն զարգանալ, եթե չկան բավարար կրթական համակարգ, պետության ռազմավարական աջակցություն, սոցիալական արդարություն և արդյունավետ պետական կառավարում։ Եթե տնտեսությունը դիտարկվում է որպես ինքնուրույն շարժիչ ուժ առանց մնացած համակարգերի համադրման, ապա այն չի կարող դառնալ պետության իրական հենասյունը։ Տնտեսությունը չի կարող զարգանալ, եթե աշխատուժը չունի համապատասխան կրթություն և հմտություններ։ Այսօր աշխատաշուկայում մեծ թվով մարդիկ չեն կարողանում զբաղվել բարձր վարձատրվող աշխատանքներով, քանի որ կրթական համակարգը նրանց չի ապահովում ժամանակակից գիտելիքներով։ Եթե կրթությունն ու աշխատաշուկան կապ չունեն իրար հետ, ապա տնտեսությունը չի կարող զարգանալ։ Շատերը ավարտում են բուհերը, բայց մնում են գործազուրկ, քանի որ նրանց գիտելիքներն ու հմտությունները չեն համապատասխանում շուկայի պահանջներին։ Տնտեսապես զարգացած երկրներում կրթական համակարգը խարսխված է ինովացիաների, տեխնոլոգիաների ձեռαιուցության խթանման վրա, մինչդեռ մեր երկրում կրթական քաղաքականությունը դեռևս հեռու է տնտեսությանը ուղղված համակարգած մոտեցումից։ Պետական անբավարար աջակցությունը խոչընդոտում է թե՛ փոքր,
թե միջին բիզնեսին և թե խոշոր տնտեսվարողների առաջընթացին։ Փոքր ու միջին ձեռներեցների համար չկան բավարար հարկային արտոնություններ, վարկային աջակցություն և ֆինանսական կայունության մեխանիզմներ։ Դրանք հիմնականում մատչելի են միայն խոշոր խաղացողներին, ինչը խախտում է տնտեսական հավասարակշռությունը։ Տնտեսության հզորացումը պետք է ունենա հստակ պետական քաղաքականություն, բայց այն դեռևս հաճախ իրականացվում է կարճաժամկետ պոպուլիստական քայլերով, այլ ոչ թե ռազմավարական երկարաժամկետ ծրագրերով։ Պետք է ունենանք հոգատար պետություն որպես տնտեսության կայունության երաշխիք։ Իրականություն է, որ հզոր տնտեսություն ունեցող պետությունները հոգատար են իրենց քաղաքացիների նկատմամբ, բայց արդյոք այսօր մեր պետությունը ապահովում է սոցիալական հավասարություն, որպեսզի հզորանա։ Եթե աշխատավարձերը, կենսաթոշակները, պետական աջակցության մեխանիզմները բավարար չեն, ապա տնտեսական զարգացումը չի նպաստում հասարակության բարեկեցությանը, այլ միայն որոշ խավերի հարստացմանն է նպաստում։ Տնտեսության կայունությունը պետք է նպաստի սոցիալական արդարությանը։ Հակառակ դեպքում պետության հզորացումը դառնում է զուտ վիճակագրական թվերի վրա հիմնված պատկեր, այլ ոչ թե իրական բարեկեցություն ապահովող ուժ։ Եթե տնտեսության զարգացումը կապված է միայն որոշակի խմբերի կամ օլիգարխների հետ, ապա պետության հզորացումը խարխլվում է ներսից։ Հզոր պետության կառուցման համար անհրաժեշտ է թափանցիկ և հաշվետու կառավարում, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի վստահ կլինի, որ իր հարկերը ծառայում են ոչ թե համակարգի սնուցմանը, այլ պետության իրական զարգացմանը։ Եզրակացություն. հզոր պետության հիմքը ոչ միայն տնտեսությունն է, այլ նաև դրա հետ փոխկապակցված կրթական համակարգը, պետության ռազմավարական աջակցությունը, սոցիալական արդարությունը և արդյունավետ պետական կառավարումը։ Եթե տնտեսությունը հզորանում է, բայց հասարակության մեծ մասը դրանից չի օգտվում, ապա այդ հզորությունը մնում է միայն տեսական։ Հետևաբար, պետության կայուն զարգացման համար անհրաժեշտ է համակողմանի մոտեցում, այլ ոչ թե միայն տնտեսական աճի վրա կենտրոնացում։ Եվ այսօրվա վերջին քննարկվելիք 11-րդ կետը վերլուծենք վարչապետի ուղերձում ասվում է. վերափոխումն անհրաժեշտություն է, ոչ թե թուլության նշան։ Անհատը, հանրությունը և պետությունը պետք է շարունակաբար վերանային իրենց արժեքները, նպատակները և համոզմունքները հարմարվելու նոր պայմաններին։ Առանց ինքնավերլուծության ու փոփոխությունների առաջընթաց հնարավոր չէ։ Հետ չնայող գաղափարները թուլանում են, իսկ վերանայված համոզմունքները դառնում են անցյալի մնացորդ։ Բարեփոխող աշխարհում գոյատևելու և զարգանալու միակ ճանապարհը փոփոխությունների պատրաստ լինելն է։ Այո, վերափոխումը, փոփոխությունների ընդունումը և հարմարվելը իհարկե անհրաժեշտություն է, սակայն այն չի կարող թողնվել միայն անհատի կամ հանրության ուսերին։ Պետությունը պետք է ունենա հստակ ինստիտուցիոնալ մեխանիզմներ, որոնք ապահովեն, որ այս փոփոխությունները լինեն համակարգված, նպատակաուղղված և արդյունավետ։ Պետությունը պետք է հստակ ձևակերպված առաքելություն ունենա վերափոխման հարցում։ Փոփոխությունը ինքնանպատակ չպետք է լինի։ Երբ խոսում ենք վերափոխման անհրաժեշտության մասին, կարևորը ոչ թե պարզապես փոփոխությունն է, այլ ինչի համար է այն արվում, ինչպես է իրականացվում, ինչ արդյունք է ունենալու։ Պետական ինստիտուտները պետք է դառնան փոփոխությունների կրողը, ոչ թե պարզապես հետևողը։ Հաճախ փոփոխությունները Հայաստանում արվում են արտաքին ճնշումների կամ հապճեպ որոշումների ազդեցությամբ, այլ ոչ թե ռազմավարական մտածողության արդյունքում։ Համարժեք վերափոխման համար պետք է լինի պետության, հանրության և անհատի ներդաշնակ գործողություն։ Անհատը միայնակ չի կարող երկրի զարգացման ամբողջ բեռը վերցնել իր վրա։ Չնայած անհատական ջանքերը կարևոր են,
պետությունը պետք է ստեղծի պայմաններ, որ մարդիկ ունենան առաջադիմության, զարգացման և ինքնադրսևորման իրական հնարավորություն։ Հանրությունը առանց պետական համակարգի չի կարող ինքնուրույն վերափոխվել։ Եթե կրթական, սոցիալական, տնտեսական ինստիտուտները չեն զարգանում, ապա անհատ հանրությունը չեն կարող ինքնուրույն փոխել իրականությունը։ Արդյոք չկա ինստիտուցիոնալ համակարգերի կարիք։ Վերափոխումը պետք է ունենա հստակ քաղաքականություն և օրենսդրական հիմք։ Փոփոխությունները անխուսափելի են, բայց եթե դրանք տեղի են ունենում միայն հռչակագրային մակարդակով, առանց ինստիտուցիոնալ մեխանիզմների, ապա դրանք դառնում են անկանոն ու անարդյունավետ։ Պետական կառավարման արդյունավետությունը պետք է բարձրանա։ Եթե պետությունը չի կարողանում կառավարել իր առկա ռեսուրսները, ապա ինչպես կարող է արդյունավետորեն առաջնորդել վերափոխման գործընթացները։ Վերափոխումը պետք է համահունչ լինի ազգային ներուժին և կարողություններին։ Փոփոխությունները պետք է համարժեք լինեն պետության ռեսուրսներին ու կարողություններին։ Արտաքին մոդելները կուրորեն պատճենելը հաճախ բերում են ավելի մեծ խնդիրների, քան դրանց բացակայությունը։ Վերափոխումները պետք է ուղղված լինեն ազգային ինքնության, մշակույթի և տնտեսական ներուժի ամրապնդմանը, այլ ոչ թե պարզապես փոփոխության համար արվել։ Ինչ են եզրակացնում։ Վերափոխումը կարևոր է, բայց առանց հստակ ինստիտուցիոնալ մեխանիզմների, պետական դերակատարության և հանրության ներգրավվածության այն կարող է մնալ անարդյունավետ ու անկանոն։ Պետությունը պետք է ոչ միայն արձանագրի փոփոխությունների անհրաժեշտությունը, այլ դառնա դրանց առաջնորդն ու երաշխավորը, որպեսզի վերափոխումն իրապես ծառայի երկրի զարգացմանը, այլ ոչ թե դառնա ինքնանպատակ գործընթաց։ Այսօր այսքանը։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր համբերատար կլսեն, կվերլուծեն և սեփական դիտարկումներով կփորձեն լրացնել այս վերլուծությունը և քաղաքակիրթ քննարկման թեմա կդարձնեն իրենց համար։ Հաջողություն եմ մաղթում, ցանկանում եմ կրկին հիշեցնել, որ չպետք է մոռանանք, որ մենք քաղաքացիներս կարևոր ենք։ Մենք ոչ միայն շահագործվելու կամ տուգանքի համար չենք, այլ նաև այս պետության իրական տերերն ենք, և հենց մենք ենք որոշում ինչ ուղղությամբ պետք է զարգանա մեր երկիրը։ Մենք տեսնում ենք, որ առանց մեր մասնակցության սխալները գնալով շատանում են, իսկ պետությունը, որպես կառավարման համակարգ, իր պարտավորություններում հաճախ չի հաջողվում։ Սա նաև մեր անտարբերության հետևանքն է, քանի որ եթե մենք չպահանջենք, չստիպենք, չվերահսկենք, ապա իշխանությունները չեն գործի, բացառապես մեր շահերից ելնելով։ Պետք է հասկանանք, որ մեր երկրի հաջողությունն ու ձախողումը մեր ձեռքերում են։ Հաղթանակած թե պարտված ժամանակն անցնելուց հետո չեն ասելու, որ իշխանությունները հաղթեցին կամ պարտվեցին։ Պետք է ասեն հայը հաղթեց կամ հայը պարտվեց, այսինքն յուրաքանչյուրս մենք զգալու ենք դրա ազդեցությունը։ Այս գիտակցությամբ մենք պետք է դառնանք իրական որոշումների կրողներ, պահանջատեր քաղաքացիներ, որոնք ոչ միայն արձագանքում են, այլ նաև ուղղորդում են պետության զարգացման ընթացքը։ Մենք մեր ծանրակշիռ քաղաքացիական դիրքորոշումը պետք է ունենանք մեր երկրին, մեզ վերաբերող յուրաքանչյուր հարցերում, ու դրա հետ պետք է բոլոր իշխանությունը թե ընդդիմությունը համերաշխ լինեն։ Հաջորդ կետերին կանդրադառնանք մոտ օրերս։ Մինչ այդ եկեք հիշենք մեր պատասխանատվությունն ու կարևորությունը, որպեսզի երբ գա մեր հաղթանակի ժամը, այն իրական ու ամուր լինի, ոչ թե պատահական։ Շնորհակալություն և հաջողություն բոլորիս։